Սիրելի հարգելի երևանցիներ, ստիպված եմ այս պահին նորից եթեր դուրս գալու, որովհետև էլի կրկին հայրական ստան վրա տեղի է ունեցել հարձակում, այս անգամ արդեն մուտք են գործել տարածք, կոտրել են մի հատ նայեք ստե ինչեր են արել, մի վարքան ստեղ ցույց տամ ձեզ, ջարդ ու խուրդ են արել, սենց տեսեք այս մասերը ոնց են ջարդ է, դուրը պոկել են, այսենց մտել են տարածք, տեսեք, դուրը ջարդված, ներսը ամբողջ ստեղ ջարդել են, միջև եկանք արդեն փախել են, ձայները լսելուց հետո, տեսեք ինչ են արել, այս ջարդ ու խուրդ արած պատուհան, այստեղից էլ մտել են այս պատուհանից, հիմա ոստիկանությունը եկել է, ասում եմ ինչ եք անելու, ասում եմ սպասում ենք, զեկուցել ենք, տեսնենք ինչ պետք է անենք, շաբաթ օրը, որ եթե լավ աշխատեի, մի վայրկյանում կբռնեին, ամբողջ տարածքը տեսա ձայնագրվում, տեսա խցիկներ կան եւ այլն, չեն բռնել, հիմա երկրորդ հարձակումն է, ով է արել, հիմա ոստիկանները եկել են, սպասում են, չգիտենք ում են սպասում, բայց սպասում են, տեսեք, մենք նենց մի բանուկ տեղում ենք, այս կողքն էլ այդ գազան շինարարությունն է, գիտեք, Ավինյան Տիգրանի եւ մնացած Ադամյումի կողմից կազմակերպված էլի հարձակում։ Այսինքն սա ինչ է նշանակում, Երևանում ապրում ենք, սենց գալիս ջարդ ու խուրդ են անում, մի հատ նայեք էլի։ Ու ոչ մի ռեակցիա, ոչ մի ոստիկանություն։ Ներքին գործերի նախարար Տիկինը այսօր գլուխներ խոնարհում, ոտներ պաչում, չգիտեմ ինչ էր անում։ Գլխավոր դատախազն է ինչ որ զեկուցագիր է պատրաստել, որ պիտի գա ազգային ժողով։ Նայեք, այդ տիկինները զեկուցագիր են կազմում, բայց գալիս հարձակվում են իմ տան վրա։ Նայեք, ինչ են արել, էլի ջարդ ու խուրդ են արել, ըստը մի հատ նայեք։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Ավինյան Տիկո, այս ինչ է նշանակում։ Էդում ես քսի տվել իմ տան վրա։ Կարծում ես մարսելու ես, կամ Ադամյում ՍՊ։ Կարծում եք մարսելու եք այդ ձեր ապօրինությունները։ Մենք նայեք ինչ են արել, այս անգամ արդեն մուտք են գործել տարածք, եթե շաբաթ օրը տվել միայն պատուհաններն էին ջարդել, հիմա մտել են այսպես ջարդ խուրդ են, լստե նայեք ինչեր են արել։ Մտել են ուղղակի վատություն անելու համար, նայեք ոնց են պոկել։ Լստե նայեք, այս վերևի պատուհանները ջարդելուց հետո հիմա եկել է ստեն ջարդը։ Տեսավ որ ավինացի։ Զանգահարել եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, թեժգից, տեսնեմ ինչ է անելու, այդ տիկինը, հիմա էլ հայ տիկինների անուններով թուրքերը գործում են Հայաստանի Հանրապետությունում, թուրքեր են մտել արդեն Արաբկիր համայնք, ոստիկանությունն է խելոք, սուսպու սպասում է, նույն բանը արձանագրել է շաբաթ օրը, բայց ոչ մի արձագանք, զանգահարում եմ, ասում եմ քննչական կոմիտեում է, ձեր բողոքը հաղորդում է ինչ-որ Միշա Դանելյանի մոտ, Միշա Դանելյանին այսօր դիմում եմ գրել, որ պատրաստ եմ գալ ցուցմունք տալ, բայց արձագանք չկա, քննչական կոմիտեից արձագանք չկա, հակակոռուպցիոն կոմիտեից արձագանք չկա, ազգային անվտանգությունից արձագանք չկա, սա ինչ է նշանակում։ Սովքեր են այ քեզ բան։ Այսինքն հիմա մենք պետք է զինվենք, մեր տները պաշտպանենք։ Թուրքերը արդեն Արաբկիր համայնքում են, արդեն հարձակվում են հենց հայերի տների վրա, հա։ Հիմա այդ ասում եմ, գողություն չկա, գողություն չի, սա ուղղակի ահաբեկչական ակտ է։ Կապված հենց մարդկանց բողոքի հետ։ Հազարավոր մարդկանց բողոքի հետ, ովքեր համաձայն չեն, որ Երևանը ավիրակ դառնա, ավերների վերածվի։ Այս խուժանները ստե, որ կամերա կա է, 100 հատ կամերա կա ստեղ, ուրեմն մի վայրկյանում կարող էին այս խուժաններին բռնեին, այս խուժանները հենց ստեղից էլ եկել են, այս պատից, այս փոքր պատից թռել են, այս գազանները, որ ստեղ գազանություն են անում ցերեկով, մորթում են ընդերքը, այս գազաններն եկել են Ավինյան Տիկոյի հենց հրահանգով, որ մարսի լափի այս ծախած հողը ու ընդերքը։
Հեսա նայեք, ստե 100 հոգի մարդ կա, ոնց են անցել եկել իմ բնակարան մտել ու ջարդ ու խուրդ արել։ Ոնց են էլի մտել։ Ցերեկով մտել են, հասկացանք։ Մի հատ մտել էին, ջարդել էին ապակիները։ Դու ինչի՞ չեք բացահայտել շաբաթ օրվանից։ Ստեղ են ասում, էս ովքեր են, էս թուրքերը։ Տերոր է, էլի, իրանց արևին տերոր են անում, ում։ Դե ձեր տերորին գիտեք պիտի ենթարկվենք, այդ տականքներ։ Հայկույի տատս, որ ես տունը հիմնադրել է այդ տականք։ Հրացանը ձերին թուրքերին է ոչնչացրել։ Մտածում ես, որ քեզ չեն ոչնչացնելու այդ տականք, Ավինյան։ Տականքի մեկը, տականք։ Ադամյան սպայես ինչ զիբիլ ես, Վահրամ Ադամյան։ Ավելոր չի։ Հա։ Տականքներ։ Տականքներ, ոստիկանների հետ գալիս եք հարցակվում եք տանս վրա։ Շներ։ Ձեզանց պիտի վախենամ, թե ձեր վայրագություններից, այ համբալներ։ Համբալ Ավինյան հերդ, համբալը, որ կոնոմն համբալ գյադայա վաստակել, տականք։ Քանի ժամը անցել արդեն, ոստիկանություն ոչ բան չի անում, կանգնել է այա համարս է։ Դե սպասում ենք հիմա, ոստիկանության ենք սպասում, տենանք ինչ են անելու։ Սաղ կամերա, աստեղ ամբողջ կամերայով պատվեց, մի չեն կարող բացահայտել։ Ներեցեք, ինչ եք ուզում անեք։ Նկարում են դեպքի վերը։ Ինչ անեմ։ Հա, ասեք։ Տունը բնակելի է։ Այո, բնակելի տուն ենք համարվում։ Իսկ դրանից գողություն կատարվել է, թե չէ։ Ես չեմ կարող ասել, չեմ կարծում, որ գողության համար եմ մտել։ Իրեն որ նայում է բոլոր իրերը տեղում է։ Դե հա, տենց իրերի հետ կապված ես հարցը այս պահին չեմ բարձրացնում։ Լավ փորձել գողություն կատարել, բայց չհասցնել։ Կարող լինի, միջև մենք ձայները լսել ենք, մոտեցել ենք արդեն։ Որ ժամին է տեղի ունեցել։ Մոտ մի ժամ առաջ։ Իսկ դուք վերջի անգամ երբ եք տեսել, որ ձեր տունը ասած ջարդում տեղացած չի եղել։ Շաբաթ օրն ա եղել։ Ես ձեզ ասել, շաբաթ օրը տանը չէ, շաբաթ օրը ես արդեն հաղորդում մտվել եմ։ Չէ, պատանի մասին չի խոսքը, հիմա որ մտել են ջարդել։ Շաբաթ օրը թե Կիրակի օրը եկել է մարդ, որ ապակիները սարքս է նորմալ է։ Կիրակի օրը նորմալ է։ Այո, Կիրակի օրը նորմալ է եղել, որտեղ այս ապակիները միջև են ջարդել։ Շաբաթ օրվա դեպքի մասին տեղ է։ Շաբաթ օրվա դեպքից հետո այստեղ ներս չեն մտել շաբաթ օրը։ Շաբաթ օրը չեն հասցել են ներս մտնել, մենակ կոտրել են, գնացել են։ Բայց փորձ են կատարել մտնեն, որովհետև այս կողքի շինությունն են փորձ կատարել մտնել։ Խողովակը որ հանել են, այդտեղից են որ փորձ են մտնել։ Ներեցեք, իսկ դուք այս կամերաները շաբաթ օրվա հարձակման հետ կապված ստուգեցի։
Եվ ինչ ոչ մի բան չպարզեցի։ Ոնց ոչ մի բան չի եղել։ Չի եղել, չեմ ասում չի եղել։ Չի եղել։ Թողել եմ տնեմ ուսել, անցա։ Տերոր են էլի կազմակերպում, օրը ցերեկով, գիշերով, Երևանում։ Այդքան համարձակություն ունեն, կարան օրը ցերեկով, գիշերով տերոր անեն, հարձակվեն մարդկանց տների վրա։ Լավ, այսքան եմ միջև նորություն ունենամ, ձեզ նոր կհայտնեմ։